Շատերն են խոսում ու պատմում, որ 32-ամյա երիտասարդը 6 տարի շարունակ հրաշքներ է գործում, անբուժելի հիվանդների է ապաքինում ու դա անում է անշահախնդրորեն։ Բայց վերջերս հատկապես գյումրեցիների շրջանում խոսակցություններ են շրջանառվում, թե գյումրեցի Ավոն այլևս բժշկությամբ չի զբաղվում։ Այս լուրերն անձամբ իրեն Ավետիքին հասել են, բայց լուր չի վերաբերում այդ խոսակցություններին։ Եթե այս շնորհն ինձ Աստծո կողմից է տրված, ինչպես կարող եմ հրաժարվել կամ դադարեցնել սկսած գործը, ասում է Ավետիք Հարությունյանը։ Երեկ մինչև ուշ գիշեր այցելումներ է ունեցել։ Այսօր նրա համար հանգստյան օր էր։ Ժամանակը տրամադրում է ընտանիքին։ Ամուսնացած է, ունի 2 երեխա՝ Մարիամն ու Եղիան։ Նախ իրենց բակում գտնվող փոքրիկ մատուր ուղեկցեց մեզ։ Աղոթում է, որ օրը բարեհաջող ավարտ ունենա։ Հարությունյանների ընտանիքն ապրում է Փայտե տնակում, որի կողքին տեղադրված նույնանման մի տնակում էլ նա աշխատում է։ Սերպերի զորությունն է, որ աստի ժողովրդին կբուժի։ Աստված հումոր կամեցավես տուրը կբացե ու կբուժվի։ Ստեղ պատահականություններ չկան։ Ուզենասել որ կա, ստեղ եթե չկամեցավ, դու ստեղ չես կնա կբուժվի։ Իր գործը նա ծառայություն է կոչում, իսկ բուժում է նրանց, ում իր հիվանդն է համարում։ Պատմում է, որ իր այցելուները միայն Գյումրիից չեն, Ավոյի մոտ գալիս են Հայաստանի Հանրապետության տարբեր մարզերից։ Եթե մեկին կյանք ուտած, մեկին կօգնես, որ ինքը իր ցավից բուժվի ու դորով լավ զգա, ինքնիկյան արդեն քեզի հանգստություն կտա։ Որ մեկին ի վիճակ ես օգնելու, իսկ օգնելը շատ դժվար է այսօր մարդուն։ Ասում է իր սեփական ձեռքերով է բուժում հիվանդներին։ Մի ձեռքը դնում է հիվանդի գլխին, մյուսը, որում փոքրիկ խաչ կա, այցելուի մեջքին կամ ծոծրակին։ Իսկ ինչպես է նկատվել նրա մոտ մարդկանց բուժելու շնորհը։ Դեր ինձ հետ խոսած, որ դու դի մարդ բուժես։ Ու հետաքրքիրը այն է, որ հիմնականում առաջինը իրանք են ինձ օգնել, այսինքն օգնելն է պատրաստել են այդ զորության, որ դու իմանաս, կարողանաս այդ ամեն ինչին այդ հզորությանը դիմանացի, որ հետև հրսոր է ուժ տիրոջ։ Ձեռքով մարդկանց բուժելու իր առաջին փորձերը կիրառել է տան անդամների վրա։ Այնուհետև 21 տարեկան մի աղջկա է բուժել, ում բժիշկները մի քանի օրվա կյանք էին տվել։ Դրանից հետո նա շատ հիվանդների է բուժել ու ասում է, որ այդ կերպ էլ հայտնի է դարձել։ Մյուս բուժումների ժամանակ արդեն տարբեր հիվանդություններով մարդիկ կային տարբեր ծևի բուժումներ կկատարվեր ու հիմնական հիվանդությունները զոհ, շաքար, կանացի հիվանդություններ են տարբեր տեսակի որ բուժել ենք։ Չնայած խիստ զբաղվածությանը շաբաթվա մեջ մի քանի օր եկեղեցի է այցելում, ասում է իր կապը հայ առաքելական եկեղեցու հետ ամուր է, իսկ թե ինչ են խոսում իր ու իր կատարած գործի մասին հոգևորականները տեղյակ չեն։ Համենայն դեպս վստահ է, որ ինքը լավ ու բարի գործ է կատարում։ Հերմինե Մկրտչյան, Համբարձում Պապոյան, Գալանյուս։